Բարև ձեզ բոլորին, բարև ձեզ պարոն Կարապետյան, ես Շիրակի մարզից եմ, նաև ուզում եմ նշել, որ Շիրակի թեմից եմ, ու իմ առաջի հարցը, որը ինձ համար ամենակարևորն է, դա վերաբերվում է եկեղեցուն, այսինքն ձեր երկրի ղեկավարությունը արդեն ստանձնելուց հետո, մեր հոգևոր դասը եւ մեր եկեղեցին ինչ անվտանգության ծրագրեր են ունենալու։ Առաջին հերթին ուզում եմ ասեմ, որ ձեր թեմի առաջնորդը երևի հայ ազգի ամենալավագույն մարդկանցից մեկն է, ամենահամարձակ, ամենահամառ, որ այս բոլոր ապօրինությունների դեմ պայքարեց եւ վստահ եղեք, շատ շուտով ինքը կհաղթի այս խարանը, որ փաթաթեցին մեր ազգի թե վզին, թե գլխին, մենք շատ արագ, շատ շուտով այդ ամենից հրաժարվելու ենք, մեր եկեղեցին ունենալու է իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում, այն տեղն ու դերը, որին ինքը արժանի է։ Իսկ իրոք մենք հիշում ենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք դրանով հպարտանալու ենք ամբողջ աշխարհում, դուք շատ շուտով դա կզգաք, ամբողջ աշխարհը դա նորից կլսի, կիմանա եւ եկեղեցին ունենալու է շատ լուրջ դեր մեր ժողովրդի կյանքում։ Շիրակի մարզը իրոք ու կոնկրետ ես կարող եմ ասել Գյումրի քաղաքը երևի Հայաստանի ամենակոլորիտով քաղաքն է, ամենաունիկալ քաղաքն է, բայց ցավոք ամենաաղքատ մարզն է, ինձ թվում է քաղաքն էլ ամենաաղքատ քաղաքներից մեկն է, ինչը որ իրոք նորից ասեմ ամոթ է մեր իշխանությունների համար, որ բացարձակապես նշանակություն չեն տալիս իրենց արժեքներին։ Գյումրին ես համարում եմ ամենաարժեքավոր քաղաքներից մեկը Հայաստանի։ Ինչ են տալու, Գյումրին մշտապես տվել է լավագույն զավակներին, ուզում եմ հիշեցնեմ բոլորի կողմից սիրված Ֆրունզիկ Մկրտչյանին, ուզում եմ հիշեցնեմ աշխարհահռչակ սպորտսմենների, որոնք թե անցյալում, թե այսօր լավագույն ձևով ներկայացնում են թե մեր երկիրը, թե մեր ժողովրդին։ Դրա համար եթե իրենք այդ տեմպը պահեն, ինձ թվում է շատ գնահատված կլինեն։ Շնորհակալություն։